Հետաքրքիր տեսանյութ է, շնորհակալություն մեր գործընկերի Հասմիկին, իսկ հիմա շարունակելով թեման, չնայած մանեն արդեն փոքր ինչ ինտրիգեր է այսպես մտցրել, հետաքրքրություններ մտցրել մինչև տեսանյութը, որ դեռ կշարունակենք պրոֆեսիոնալների հետ զրույցը, լավ, դե որ ասում շարունակենք։ Ռուբենը համեստորեն հիմա լռում է, բայց ես շտապեմ ներկայացնել մեր հյուրերին, տաղանդավոր բալետի արտիստներ Վարդան Վարդանյանը եւ Տիգրան Այվազյանն են մեր տաղավարում, բարի լույս եւ շնորհավոր։ Բարի լույս տղերք, շնորհավորում եմ տոնի կապակցությամբ, իրականում ամենակարևորը, որ դուք առողջ լինեք վնասվածքներից հեռու ու այն բոլոր նպատակները, որոնք որ բալետի արտիստներ են կարճ ժամանակահատվածում փորձում են հասնել, դուք շատ արագ հասնեք այդ նպատակներին։ Դե հայտնի է, որ բալետի արտիստի կյանքը երբեմն այսպես թիթեռայի կյանքի են համեմատում տևողության առումով, որպեսզի շատ կարճ է, չես հասնում ինչ-որ մի բան անել, մեկ էլ բարև ձեզ ժամանակը սպառել։ Բայց ցույց է տալիս, որ չէ, այնքան էլ կարճ չէ։ Չէ, շատ կարճ է։ Չէ, ամենահասուն տարիքում, որ ամեն ինչ սկսում ես ընկալել, արդեն բայց կարիերայի վերջն է։ Այդ վատ բաներից չենք խոսում, վերադառնում ենք լավ բաներին, քանի որ տղերքի մոտ ամեն ինչ նոր է սկսվում։ Ինչ է առասարակ։ Ամենասկզբից սկսենք։ Ինչու ընտրեցիք պարարվեստը եւ հատկապես բալետը։ Իրականում շատ պատահական է եղել։ Առհասարակ կապ չեմ ունեցել ոչ մի բարի, ոչ մի նմանատիպ ինչ-որ բնագավառի հետ։ Պատահական իմ ապագա հետ ժամանակվա ապագա դասընկերուհու մայրը առաջնորդեց, որ դե տեսքը եւ այլն շատ համապատասխանում ատարակ, ես ասում եի դե լավ, դե վերջացրեք, դե ես ուր բալետն ուր, բայց հետո տենց ստացվեց, որ համոզեցին գնացի ու դարձավ իմ կյանքի ամենակարևոր հատվածներից, իմ կյանքի կարևոր մասերից մեկը։ Հրաշալի, Տիգրան, իսկ կոմոդ ես պատմությունը չգիտեի, ինչ դա վարակա։ Ինձ տիպելով բերեց մայրիկս, դուրսը ֆուտբոլ էի խաղում, կանչեց, դրեց տաքսին, ասաց գնացինք։ Չէի ուզում, միջավ առաջ։ Ֆուտբոլից բալետ շատ կտրուկ է անցնում։ Չէի ուզում անկեղծ գայի, հետս մի հատ տղական ինքը լացում էր, որ չեր ընդունվեց, լացում էի, որ ընդունվել էի։ Բայց չեմ սիրել, տենց է որ սիրելով եկա, միջև առաջին կուրս չեմ պարապել, լեզու չէի գտնում դասատուների հետ, հետո առաջին կուրսից հետո մի քիչ մեծացա, մի քիչ շատ բաներ հասկացա, ուղղից օգնեցին ու տենց սկսեցի սիրել։ Առաջին կուրսից հետո ամեն ինչ փոխվեց։ Երկրորդ կիսամյակից, հա։ Երկրորդ կիսամյակից նույնիսկ։ Լավ, հասկացանք թե ոնց եք եկել։ Ամեն դեպքում հիմա չեք զղջում երկուստ էլ, որ դասական արվեստի, բալետային աշխարհի հետ եք։ Ձեր օրը, կյանքը ամեն ինչը կապել։ Եվ ինչ է առասարակ ձեզ համար դասական արվեստը։ Ինչ է ասված բալետը։ Հաշվի առնելով, որ դուք արդեն ակադեմիական թատրոնի, օպերայներ թատրոնի բալետի արտիստներ եք, այլևս ուսանող չեք, սովորող չեք։ Եվ բավականին լուրջ դերերով են ներկայանում արդեն։ Արդեն շատ խոստումնալից, բավականին ինչ-որ չափով արդեն աշխատանք, նույնիսկ ծավալի առումով ներկայացած ու դեռ հուսով ենք մոտ ապագայում նաև ներկայացնելու։ Ինչ է ձեր համար դասական արվեստը։ Ինչով կարող եք կարևորել, պատկերացնենք, որ հիմա մեզ դիտում են փոքր Տիգրանը կամ փոքր Ռուբենը, փոքր Վարդանը, մեր ամենակարևոր լսարանը, որոնք որ գուցե ձերից խոսքի շնորհիվ լսեն, սիրահարվեն կամ փորձեն ձեր հենց օրինակով վաղը շարժվեն ու մոտ ժամանակներս ընթերցություն գա գան ընդունել Պարվեստի պետական քոլեջ։ Ինչպես մեր շատ կարևոր մարդկանցից մեկն ասում Հովհաննես Դիվանյանը, այս ազգը պահվելու է արվեստի շնորհիվ ու դասական արվեստը հենց բալետը այդ ամենակարևոր ճյուղերից մեկն է, որը, չգիտեմ, շատ չափազանց կարևոր է Հայաստանի ու մեր ազգի համար շատ կարևոր նշանակություն ունի արվեստը, որովհետև մեզ մոտ մի քիչ պակասը կա, եթե անկեղծ դրա ու շատ կարևոր է դեպի դասական արվեստը, դեպի բալետային արվեստը։ Դեպի արվեստը բայց վերջին շրջանում համաձայն ես, որ մի փոքր ինչ ակտիվություն կա։ Միանշանակ ակտիվություն կա, դալիչների լեցուն լինելը, մարդկանց հոսքը։ Տիգրան, քեզ համար ինչ է դասական արվեստը, ինչ է։ Դասական արվեստը ինքը մի հատ ուրիշ աշխարհ է, որովհետև որ դու բերում ես, դու ամբողջ աշխարհից կտրվում ես, առօրյա հոգսերից կտրվում ես, թե չէ ուրիշ ձև չես կարողանա ապարես, դու այդ 3 ժամը ուրիշ մարդ ես դառնում, կլինի դա Սպարտա, կլինի դա Ռոմեո, լրիվ կտրվում ես, լրիվ ուրիշ մարդ ես դառնում եւ բալետը հնարավորություն է տալիս աշխարհից կտրվելու։ Ես հաճույք եմ օրինակ ստանում բեմում, որ կապ չունի ինչ խնդիրներ կլինի այդ օր առավոտյան առօրյա կյանքում, ես որ գալիս եմ մտնում եմ բեմ, կտրվում եմ ես։ Օրինակ հեռախոս անհաջողում եմ, հանդերձանից չեմ հանում,
ահա որ շատ զանգեր օրինակելի արտիստներ։ Հա ոնց, բա հեռախոսը մի կողմ են դնում ընդհանրապես գadgetների հետ կապ չունի, դասական Հա, որովհետև առօրյա ուրիշ մտքերը շատ են խանգարում, իսկ ինչ վերաբերվում է դասական արվեստը Հայաստանում, իսկ թվում է բալետը շատ է սիրվել Հայաստանում, որտեղ արդեն 100 տարվա պատմություն ունի, ու դա եթե չսիրվեր չէր կարող բալետը ապրել Հայաստանում։ Իհարկե մենք տեսնում ենք արտիստներին բեմում, որպես հանդիսատես եմ ասում, երբ ամեն ինչ իդեալական է, ամենաբարդ պտույտները նույնիսկ օթում մի քանի անգամ շատ թեթև բմբուլի նման պտտվում են արտիստները, բայց դրա հակառակ կողմում բավականին բարդ աշխատանք է թաքնված։ Փորձեր, քրտնաջան աշխատանք, տրավմաներ, ֆիզիկական վնասվածքներ, որն է ամենաբարդը այս ճանապարհի ընթացքում, որ տեղի է ունեցել ձեզ հետ կամ մինչ օրս էլ օրինակ բեմ բարձրանալուց առաջ հուզում է ձեզ հենց այդ խնդիրը։ Պատասխանատվությունը ինձ թվում այդ ամեն ինչի։ Մենք առաջնախաղից կադրեր ենք նույնիսկ տեսնում Վարդանի։ Մենք անդրադառնանք դրա այս ներկայացմանը, պատասխանատվության զգացումը, որովհետև դու ամեն անգամ պետք է նույն որակ եւ մի բան էլ ավել ապահովես, դա շատ բարդ է, կարճ այդքան էլ կարճ ինձ թվում է 20 տարին, 20 տարում պետք է նույն որակը պահես, այդ ինձ թվում ամենաբարդն է մեր մասնագիտության մեջ, որովհետև նույն օլիմպիական սպորտսմենները իրանք մեկ անգամ հաղթեցին ոսկին եւ ամբողջ կյանքում նրանք ոչ մեկ չի կարող իրանցից վերցնել այդ ոսկին, բայց մենք եթե մի օր օրինակ 10 տարի նույն որակով պարեցինք, եթե մի օր մենք վատ պարենք, դա միանգամից կասի այ ինքը այսօր վատ պարեց կամ այդպիսի բաներ։ Հիմա էլ կայսր կիտրոնի առաջնախաղն է Տիգրանի, Չիպոլյոնի ներկայացման մեջ։ Համաձայն եմ քեզ հետ։ Այ օրինակ վերջերս դուք ունեցաք երկու առաջնախաղ Տիգրանի մոտ Չիպոլինո բալետային ներկայացման մեջ կայսր կիտրոնն էր ու նույն ներկայացման մեջ նաև Վարդանը մարմնավորեց կայսր բալին։ Մեր մոտ բալը կայսր էր, չէ՞։ Կոմս բալի։ Իսկ այս հատվածը, որ մենք դիտում ենք Կարապելիչ բալետային ներկայացումից, շատ հետաքրքիր կարծում եմ իրականում պատահականության շնորհիվ, որ Բայց շատ գեղեցիկ պատահականություն։ Պլանավորել ապրիլի 25-ին Վարդանը դարձավ 20 տարեկան ու ապրիլի 25-ին ունեցավ իր կյանքում շատ կարևոր առաջնախաղ։ Կարևոր ներկայացման մեջ մարմնավորեց Արքայազն Զիգֆրիդին, Կարապելիչ լիճը ներկայացման մեջ, ինչը շատ պատասխանատու է իրականում, որովհետև սա արդեն կայսր էր, մեզ մոտ թե կոմս էր։ Կոմս բալի հետ չենք համատի, որովհետև այնտեղ էլ իհարկանում շատ բան կար անելու, բայց ծավալի եւ պատասխանատվության առումով առաջատար կերպար հանդես գալ այն 20 տարեկանում դա շատ լուրջ պատասխանատվություն է։ Տիգրանը մոտ ժամանակներս նույնպես առաջնախաղի է պատրաստվում, շատ կարևոր, նրան հաջողություն ենք մաղթում։ Չեք պատմելու։ Ռոմեո Ջուլիետում Տիգրանը մեզ մոտ կմարմնավորի Ռոմեոին, աշխատանքները ընթանում են, ինչի կապակցությամբ կարծում ես էլ նրանց հետ հավասար ուրախ եմ, եթե անկեղծ լինեմ։ Բայց վերադառնանք մեր տոնին։ Տոնը ինչքանով է կարևոր ձեզ համար։ Ինչ է ապրիլի 29-ը, հերթական ուղղակի աշխատանքային կամ ոչ աշխատանքային օր։ Ռուբենը բողոքում էր, որ տղաները այսօր չեն աշխատում։ Դե չէ, այսօր տոնը մենք թատրոնի ղեկավարության շնորհիվ նաև կարողացել ենք ապահովել բալետային թատերախմբին հանգիստ, որպեսզի նրանք նույնպես այսօր հանգստանան, բայց ինչ է ապրիլի 29-ը ձեզ համար։ Օրվակի թե տոն իրական։ Այսքան տարիների մեջ առաջին անգամ որ ապրիլի 29-ը հանգստյան օր է մեզ համար։ Միշտ թե քոլեջի տարիներին միշտ ամեն տարի ապրիլի 29-ին եղել ենք ունեցել ենք համերգներ, հայո, քոլեջի բարբերի քոլեջի իրավանդների հավաքարի մնալով համերգ մասնակցում ուսանողները, սովորողները։ Այո, միշտ քոլեջում ամեն տարի ապրիլի 29-ին եղել է համերգներ, անցած տարի չեմ հիշի ինչ է եղել ապրիլի 29-ին, բայց կիրակի էր երևի անցած տարի ապրիլի 29-ին ու հագիստ։ Չէ, աշխատանքային օր է եղել, մենք էլ հանդես ենք եկել թատրոնում, ունեցել ենք զբաղվածություն։ Ես տենց եմ հիշում։ Աշխատանքային։ Լավ, ամեն դեպքում քեզ համար աշխատանքային օր է, տենց հատուկ ինչ-որ մի նշանակություն չունի։ Որ ճիշտն ասեմ, այդպես նշանակություն, որ այդ օրը նշել եւ այլն, այդպեսի տենց չի եղել երբեք, որովհետեւ միշտ ինչ որ աշխատանքային երուզերի մեջ ենք եղել, թե համերգների, թե ներկայացումների հետ կապված։ Դրա համար ոչ սովորական, բայց անսովոր աշխատանքային օր է եղել։ Իմ համար էլ սովորական օր է, առանձնահատուկ բան չկա։ Եթե համերգ չկա, բայց ախր լավ չի, որ այս ապրիլի 29-ին ամբողջ աշխարհը հանրահռչակում է, տարածում պարարվեստի մասին տարատեսակ հետաքրքիր տեղեկություններ, ոգևորելով կամ ոգեշնչելով նոր սերնդին դեպի այս մշակույթի հաջողությունը։ Շնորհավորում են նաև մեզ, այսօր առավոտվանից իմ գործընկերներն արդեն ինձ հաճելի անակնկալ արեցին ու բոլորը շնորհավորում են։
Կարծում եմ նաև ձեզ համար վստահ եմ այս օրը շատ կարևոր կդառնա, որովհետև դուք էլ բարբերաբար կհիշեք ու դուք էլ ինքներդ այդ նույն առաքելությունը կշարունակեք հանրահռչակելու, պարարվեստին ավելի մոտ էսպես լինելուն, թե ինչքան կարևոր է դա։ Բայց հիմա նաև քանի որ կա առիթ եւ ինչպես հարցերից մեկում նշեցիր, մեր այն հեռուստադիտողները, որոնք մտածում են կամ նրանց ծնողներն ու ընկերները, որ կարծում են իրենց ընկերները ունեն այդ հնարավորությունը հետագայում դասական պարարվեստի բալետով շարունակելու իրենց ճանապարհը, ինչ խորհուրդ կտաք։ Ինչ խորհուրդ կտաք այն պատանիներին, երիտասարդներին, որոնք ուզում են անցնել այս ճանապարհը կամ փոքրիկներին։ Ինչից պետք է խուսափել, ինչ գիտելիքներով պետք է գալ եւ բոլոր այն դժվարությունները, որոնք դուք ունեցել եք, ինչպես հաղթահարեն, որպեսզի չհիասթափվեն եւ շարունակեն ու սիրահարվեն բեմին։ Միանշանակ դասական արվեստը ամենահրաշալի երևի ուղղությունն է, որը կարելի է ընտրել փոքր տարիքից։ Իմ կարծիքով ամենայն դեպս եւ խորհուրդ կտամ միանշանակ ընտրել այդ ուղղությունը, որովհետեւ այդ ապրումները, այդ անգամ նույնիսկ այդ ցավերը հաճելի զգացողություններ են պատճառում։ Հիմա ես դա բացատրել չեմ կարողանա, բայց ներսի մարդիկ դրանք հաստատ կփաստեն։ Խորհուրդ կտամ երբեք չհանձնվել, որովհետև իմ կյանքում էլ եղել են փուլեր, որտեղ որ գրեթե հանձնվելու եզրին եմ եղել, բայց միշտ գրեթե միշտ հայրս կողքիս է եղել ու իր շնորհիվ միշտ այդ դժվարին պահերին ինչ որ մի հատ սխալ քայլից հետ եմ կանգնել ու հիմա անչափ շնորհակալ եմ նրան դրա համար երբեք ամենակարևորը չհանձնվել ու միշտ դեպի առաջ, որովհետև դասական արվեստը բալետը հանձնվողներին չի ընդունում։ Տիգրան։ Իսկ ամենաառաջինը աշխատել, լսել ճիշտ մարդկանց, խելացի ու ամենայն կարևորը որ աստղային այդ հիվանդությունը չտանի, որովհետև եթե ինչ-որ մի հատ հաջողության ես հասնում, միանգամից արդեն դու ամպերների մեջ ես, քեզ թվում է որ պետք է հասար, բայց դա պետքա պահես այդ 20 տարին։ Շատ հետաքրքիր աշխատել ու չհանձնվել։ Բայց վերադառնալով առաջնախաղին, օրինակ հիշում ես քո առաջնախաղը։ Լիմոնը։ Հա։ Ոնց էր։ Շատ էր հուզվում։ Բավականին։ Իսկ հետո որ ներկայացումը ավարտվեց, հետո տեսանյութերը դիտեցիր, հետո լավակները հավանեցիր։ Չէ, ես ինձ միշտ չեմ հավանում։ Չէ, ես միշտ դժգոհ եմ ինձանից։ Չէ, բայց օրինակ ինչ-որ մի հատված գոնը հավանեցիր։ Կամ երբևէ մտածել էր որ կիտրոնի կերպարով հանդես կգաս։ Այն էլ պատասխանատու ներկայացումը չի պոլինը որ մեզ գալու են նայել ամենակարևոր աշխատում եմ տենց չմտածել, որովհետև որ հետո չհիասթափվեմ, եթե ինչ-որ մի բան չլինի։ Արի համարենք հարց տվողը ես չեմ։ Քո նպատակների կամ երազանքների մեջ որ կերպարն է, որը որ Սա առիթ է տղաներ։ Միշտ ունեցել ես բարես։ Երազանք չեմ ասի, մի քիչ կարող մեծ են չի նպատակ, որովհետև երազանքները ասում են չեն իրականում, եթե իրականում է, այդ երազանք չի արդեն։ Կռասոսը Սպարտակում։ Հասկացա։ Վարդան։ Հիշում ես, չէ, ես էլ չէի հաստատողը։ Վարդան։ Խոսքը մեր խաղացանկի մասին է, առհասարակ։ Եթե լավ եկեք երկուսն էլ ասեմ, եթե մեր խաղացանկի մասին է խոսքը, միանշանակ Ալբերտ, Ժիզելում Ալբերտ, իսկ եթե առհասարակ որպես երազանք, որը դե ինչպես Տիգրանը ասաց, երազանքները չեն իրականում, հուսով եմ դա էլ չի իրականանա, Մակմիլանի Մայերլինգ բալետում Ռուդոլֆ։ Բավականին հետաքրքիր ցանկություններ։ Մեզ մնում է ընդհանրապես ասել, որ թող որ իրականանան ձեր նպատակները, դրան նպատակ ասենք թե երազանք, ոնց դուք կհամարեք արդեն ճիշտ, թող որ իրականանան ամեն դեպքում ձեզ առողջություն ու ամենակարևորը շատ ներկայացումներ։ Ինչքան շատ բարեք, ինչքան շատ ներկայացումներ ունենեք ու ինչքան շատ աշխատեք ու այդ աշխատանքի նկատմամբ ցանկություն ու վերաբերմունքը երբևէ չսպառելու դեպքում հաստատ արդյունքը շատ չի ուշանա։ Երազեք մեծ եւ իհարկե թող այն սերը, որը կա ձեր եւ բեմի միջև, թող միայն ու միայն շատանա ու մեծանա եւ թույլ տա նոր կերպարներ մարմնավորել, իսկ մեր այն հեռուստադիտողներին, որոնք հետևում են եւ կարծում, որ գուցե նրանց կամ իրենց փոքրիկների ապագան կապ ունի պարարվեստի, մասնավորապես բալետի հետ, հետևեք տղաների խորհրդին, որ պետք է աշխատել, պետք է չհանձնվել եւ ինչն էլ կարեւորն է երազել։ Երազեք բեմում
եւ թող ծափահարությունների պակաս երբեք չունենաք։ Շնորհակալություն ձեզ տղերք, ձեզ լավ օր ենք մաղթում եւ ես մեկ անգամ շնորհավորում եմ տոնի կապակցությամբ եւ նաեւ մեր բոլոր վարպետներին, մեր գոլեգաներին, մեր ընկերներին եւս մեկ անգամ տոնի կապակցությամբ սիրելիներս անկեղծ սիրտով շնորհավորում եմ ընդունեք մեր բոլորի կողմից առավոտը եւ Անրեն Երստանկերության կողմից շնորհավորանքները, որովհետեւ դուք շատ կարևոր աշխատանք եք իրականացնում։ Ձեզ լավ օր տղերք, իսկ մենք շնորհակալ ենք։ Իսկ մենք շարժվում ենք առաջ։ Այո։ Երաժշտություն լսենք։